Վերադարձանք տաղավար, ինչպես սկզբում ասել էինք, ամանորին երեխաները բավականին երկար են մնալու տանը եւ հաստատ խնդիր կառաջանա նրանց զբաղեցնելու, այսինքն արդյունավետ ժամանց ապահովելու կամ ավելի ճիշտ միասին հրաշալի, օգտակար, հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար հոգեբան կանակենտրոնի հիմնադիր Էլզա Մանուկյանն է մեր տաղավարում եւ ուշադիր լսեք, որ անպայման կիրառեք այն խորհուրդները, որոնք մեր հյուրընկալ մեր մասնագետը կտա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Տիկին Էլզա, եկեք խոսենք այն մասին, երեխաները մնում են տանը բավականին երկար ժամանակ, հա, եւ մի փոքր կարծես կտրվում են, ովքեր մանկապարտեզ են գնում մանկապարտ, ովքեր դպրոցից եւ նորից ետ վերադառնալը մեկ այլ խնդիր է։ Նախ եւ առաջ խոսենք այն մասին, թե ինչպես պետք է զբաղեցնենք եւ արդյոք պետք է զբաղմունքն է լինի այնպես համապատասխան, որ նորից գանք ու նորից հասնենք, որ երեխաները պատրաստ են դպրոցին, թե ավելի ճիշտ է կտրվել ամեն բանից, ուղղակի վայելել օրը, չմտածել ընդհանրապես դպրոցի մասին եւ հետո կգամցի 6-ը կգնանք դպրոց։ Ինչպես կստացվի, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հիշում եք, առաջ իրականում ինչ երկար էր, որ երեխաները տանն էին մինչև հունվարի 13-ը, ես հիշում եմ։ Իսկ հիմա տեսեք ինչքան է կրճատվել, նախ սկսենք այնտեղից, որ շատ երեխաներ ձմեռային դպրոց են գալիս, օրինակ մեզ մոտ կանակենտրոնում բալիկները գալիս են ձմեռային դպրոց, հիանալի ժամանակ են անցկացնում, որովհետև ստեղծագործ միտքն ենք զարգացնում, նաև դասերին ենք անդրադառնում, որովհետև իմ խորին համոզմամբ, հա, երեխաները գոնե խաղային կերպով, բայց ուսումից չպետք է կտրվեն, որովհետև ուսումից երկարատև կտրվելու արդյունքը այն է, որ հետո երկար ադապտացիոն ընթացք է դեպի դպրոց եւ շատ բաներ մոռացում են իրականում, անկախ նրանից երեխան ունի հիշողության հետ խնդիրներ, թե չունի, բայց մոռացության մատնվում են տարբեր բաներ։ Դրա համար պարտադրական ոնց որ դպրոցի շրջանում է այդպես չենք վարվում, բայց խաղային կերպով լեզուներն են կրկնում, մաթեմատիկան, տրամաբանության օրինակով եւ այլն, ու ամեն դեպքում էլ կրճատվել է արձակուրդների թվի քանակը, դրա համար ես կոչ եմ անում մաքսիմալ օգտագործել այս շրջանը այն երեխաների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն գնում պարտեզ կամ չեն գնում տանը ծնողների հետ են, հա, շատ լավ շրջան է զարգացնելու երևակայությունը, ստեղծագործ միտքը, ընդ որում երկուստ եք, երեխաների մոտ լավ զարգացածը ծնողի օգնությամբ էլ ավելի լավ զարգացնելու, իսկ ծնողների մոտ տարիքի ընթացքում տարբեր կաղապարներ են ստեղծվում, ու այդ քառակուսիներից դուրս գալը դժվար է, բայց ես կօգնեմ ինչպես դուրս գալ քառակուսիներից, որ հեշտ լինի։ Բայց լավ է, որ կրճատվել է, թե վատ, որովհետև ես Արմավիր քաղաքում եմ իմ դպրոցը սովորել եւ ավարտել, եւ ես հիշում եմ, որ մեր տարիներին անգամ ջեռուցման խնդիր կար դպրոցում եւ եղել է, որ փետրվարի 1-ին ենք գնացել դպրոց կամ գնացել ենք ուղակի այդ վառարանի շուրջ բոլորը նստել ենք եւ այդպես ենք անցկացրել ժամանակը։ Այսինքն այն ժամանակ այդ խնդիրները որպես այդպիսին գուցե խնդիր ա եղել, բայց մենք չենք հասկացել։ Հիմա հակառակը կրճատվել է եւ փորձում ենք հասկանալ ոնց երեխաներին զբաղեցնել։ Այ մենք ենք պարզ երեխաներ եղել այն թվականներին, հիմա այն երեխաները բարդացել, թե ինչն է խնդիրը։ Երեխաները չեն բարդացել իրականում, ուղղակի ծնողները շատ հաճախ հավես չեն անում երեխաների հետ տարբեր խաղեր խաղալ։ Բայց եթե դու թողնում ես մի կողմ քո հոգսերը, քո զանգերը, անթիվ զանգերին պատասխանելը, նամակներին պատասխանելը, այդ ամեն ինչը թողնում ենք մի կողմ եւ երեխայի հետ այսպես կոչված որակյալ ժամանակ ենք անցկացնում, այդ դեպքում շահում են եւ հետաքրքիր է երկու կողմերին էլ, թե ծնողներին, թե երեխաներին, թե տատիկ-պապիկներին, թե երեխաներին, որովհետեւ այդ խաղերը խաղալու համար մաքսիմալ կենտրոնացում է պետք է, թե մենք մի բանի վրա շեղվում ենք, մեզ այլևս հետաքրքիր չի լինում, երեխային էլ հետաքրքիր չի լինում, երբ որ մեծին հետաքրքիր չի լինում։ Դրա համար որ ասում են, երեխուն հավես չի խաղեր խաղալ, երեխուն շատ հավես է, երբ որ ծնողը ներգրաված է խաղի ընթացքի մեջ։ Խաղի ընթացքի մեջ ներգրավելու համար բոլորիս մեջ էլ կա այն փոքր երեխան, որը որ ուրախանում է նախատոնական իրավիճակից։ Ես օրինակ իդեպ շատ ուրախ եմ, որ արդեն վերջին տարիներին տոնածառը ավելի շուտ են դնում, ամանորազարդարանքները ավելի շուտ են սկսում կազմակերպել, որովհետև այդ նախատոնական մեկ ամսյակը ավելի հաճելի է, բուն տոնը կգա շատ արագ կանցնի, բայց մենք մի ամիս ուրախ սպասում ենք այդ տոնական, այդ հեքիաթի մեջ ենք ապրում կարծես, թե այդ շատ գովելի է։
Հիմա նույնը երեխաների հետ, եթե մենք մեր մեջի թաքնված ներքին երեխային արտնացնում ենք, իրոք հետաքրքրվում ենք կազմակերպված խաղով, այդ դեպքում մենք էլ ենք տարբեր քառակուսիներից դուրս գալիս, որովհետև 20-ից հետո շատ քառակուսիներ են հայտնվում մեր կյանքում, որից պետքա այսպես ասած պատկերավոր բահը վերցնենք եւ մենք մեր այդ քառակուսիներից դուրս գանք։ Ու ստեղծագործ մտքի շնորհիվ որ առաջ խաղացում է տեղ ունենում մարդկանց կյանքում, նոր բաներ են ստեղծում, դրա համար շատ կարևոր է չերկրորդենք ստեղծագործ մտքի զարգացումը։ Տարբեր խաղեր կան, մենք կարող ենք իրար հետ էլ խաղալ, հեռուստադիտողներին էլ հուշել։ Ինչ կարող ենք խաղալ շատ կարճ, կոնկրետ, պարզ։ Ասեմ, մի քանի խաղեր գոնե հասցնենք։ Ուրեմն Մենք խաղալ ընդհանրապես սիրում ենք, բայց մանոյի հետ։ Իհարկե վստահ եմ ձեր հետ շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն տեսեք, այսպիսի մի խաղ է, այս ոնց որ ռազմինկայի նման խաղ է։ Օրինակ, մենք այսօր ամեն մեկս ինչ որ միջոցով եկել ենք, հասել ենք, չէ՞, նկարահանման տաղավար։ Հիմա դուք ամեն մեկը ասեք, ով ինչով է հասել, բայց ոչ իրական կերպով, ոչ ձախ կիսագնդային կերպով, այլ աջ կիսագնդային այս խաղերը մենք օգտագործում ենք մեր հիշողության ուշադրության զարգացման դասընթացների ժամանակ, որ անցկացնում ենք ինչպես աշակերտների հետ, այնպես եւ մեծահասակների հետ, 60+ բոլորին պետքա։ Եվ դուք հիմա աջ կիսագնդային հորինեք, թե ինչով եք եկել այսօր տաղավար հասել։ Մենակ չասեք մեքենայով եմ եկել, տաքսիով եմ եկել, չէ։ Հորինեք ինչով։ Սահնակով։ Ես սահնակով եմ եկել։ Ու շոտ ձուներ, չէ, Ահա որ ճանապարհին։ ձյուն է ճանապարհ։ Մենք էլ ապրում ենք Ձորախբյուրում։ Այնտեղ ձյունը շատ ավելի է։ Ու եղնիկներն են, չէ, բերել են Եղնիկը։ ավելացնենք։ Եղնիկներն են ինձ բերել։ Պատկերացնում եք երեխեք հետ խաղալ, իրանք միանգամից տեղում հեքիաթ կհորինեն, այ այդ սցենարով։ Ու արդեն ձեր մոտ էլ տեսեք միացավ։ Զար դու ինչով ես եկել։ Ես եկել եմ էլֆերի հետ զբոսնելով եւ անկամուրջը, որովհետեւ ես էլֆերին շատ եմ Սենց սիրում։ թրջկոտելով ես Ես ու պատկերացնում էլֆ, եմ։ այո, ես Եվ եւ պապուկին էլֆերը։ հանդիպեցի ճանապարհին։ Այո, նաեւ պապուկին հանդիպեցի եւ բարևներ ուղարկեցի կաղանդ պապիկին։ Դուք ինչով եք եկել Տիկին Էլզա։ Օ, իմը աղջկերք թրջող գորգա։ Հա, ու այնքան հարմարավետ է այդ գորգը, սառը եղանակին ինքը փեջեր է միացրած լինում, տաք եղանակին, օդը սառացնող սարքով, մի խոսքով շատ հին հայկական կարպետ ասենց գեղեցիկ։ Ասեք հինական խաղա։ Չի լինում։ Ինչպես։ Կայանման Հենց խնդիր։ այդ որ չի լինում, որովհետև տանիքներին կայանում եմ ու իջնում գալիս եմ Որովհետեւ տաղավար։ բոլոր ամբողջ տեղը Նելիի սահնակն ու եղնիկներն են զբաղեցրել։ Իդես սպասում են ինձ դուրս հիմա եղնիկները, հենց դուրս գա։ Ոսիկ ինչ լավ ստացվեց։ Մյուս խաղը, ուրեմն անավարտ հեքիաթի խաղն է։ Երեխային պատմում ենք հայտնի հեքիաթ, օրինակ, հա, էդ էլ ինչպես մեծացնել երջանիկ երեխա, իմ գրքույկում եմ խաղեր հուշել ծնողներին, այդ գրքույկից մի խաղ հիմա պատմեմ, որ հեռուստադիտողներն էլ անեն, դուք էլ ձեր բալիկների կամ ձեր ծանոթ բալիկների հետ։ Ուրեմն անավարտ հեքիաթ, օրինակ կարմիր գլխարկը վերցնենք, կարմիր գլխարկը արտնանում է, մայրիկը ասում է, կարկանդակները պատրաստել եմ, տար տատիկին։ Հիմա այստեղ ստոպ ենք տալիս, իսկ եկեք մտածենք, կարմիր գլխարկը ինչա պատասխանում, ու արդյոք տանում է, թե կարող է ուրիշ բանա որոշում անել։ Ուտում է եւ վերջ։ Կարմիր գլխարկը որոշում է, որ ոչ թե տատիկին պետք է տա կարկանդակները, այլ քաղցած կենթանիներին անտառի։ Շատ մարդասիրական քայլ էր ու արդեն ինքը տարբերվող է։ Ու հետո հեքիաթի շարունակություն ենք ակնկալում, այսինքն ինչ-որ նոր բաներ ավելացնելով, նոր սիտուացիաներ, ու դա կարող ենք հերթով անել, ասենք մամա աղջիկ կամ մամա տղա խոհանոցում համատեղ բան են պատրաստում, ու մեկը պատմում է, տալիս եմ կենթանիներին, երեխան շարունակում է, իսկ ինչ կենթանիներին, իսկ կենթանին ինչ արձագանքեց, որ կենթանին ինչ պատասխանեց, այսպես հարց պատասխանով պատկերացնում եք նոր հեքիաթ է ծնվում, ու որը որ ստեղծագործ միտքն է զարգացնում, նաև երեխային ասում է դու լավ ստեղծագործ միտք ունես, առանց բաների շարունակիր ստեղծագործել, իդեպ երեխաների ստեղծագործ միտքը ինչի է նվազում տարիքի հետ, մեր շատ հաճախ անիմաստ արգելքների պատճառով։ Ես կողմ եմ խիստ դիսցիպլինային, որովհետև առանց դրա երեխայի բնականոն զարգացումը շատ խաթարվում է, բայց միևնույն ժամանակ շատ անիմաստ սահմանափակումները կաղապարում են երեխայի ստեղծագործ միտք, ոնց որ պետքա ճիշտ բալանսը պահել։
Լավ, եկեք նաև խոսենք մի փոքր ռեժիմի մասին, այ խոսեցինք երեխայի դաստիարակությունից։ Մենք ունենք ռեժիմ, որով որ սովորաբար մեր առօրյա կյանքում շարժում ենք մեր երեխաների հետ, բայց արձակուրդները, տոները մեզ խախտում են ռեժիմից։ Արդյոք պետք է նաև այդ ընթացքում հետևել այդ ռեժիմին, դա կլինի սնունդի, այսինքն ընդունման ժամերի հետ կապված, քնի հետ կապված, թե կարելի է ուղղակի ազատություն տալ երեխային։ Շատ կարևոր հարց եք տալիս, այո, ռեժիմը շատ կարևոր է երեխայի կյանքում, որովհետև ճիշտ ժամանակին քնելը, ինչը որ այդքան տարածված չի, բայց շատ կարևոր է ճիշտ ժամանակին քնելը, մինչև ժամը 10-ը ցանկալի է, լավ ամենաուշը 10:30, շուտ արթնանալը, ճիշտ ռեժիմ պահելը կարևոր է երեխայի համ առողջության համար, համ մտավոր ճիշտ զարգացման համար, ամեն ինչի համար կարևոր է ճիշտ ռեժիմ պահելը։ Տոն օրերին բնականաբար կարելի է շեղվել, կարելի է ավելի ուշ քնել, կարելի է ավելի ուշ արթնանալ, այսինքն տոները, այո, պետք է տարբերվեն սովորական աշխատանքային օրերից։ Հա, կարելի է, երբ որ ժամը 10-ին քնում ենք, կարելի է 10-ին միասին նստել ու մուլտֆիլմ նայել, վայելել այդ մուլտֆիլմը, նոր գնալ քնել, առավոտյան էլ մի քիչ ուշ արթնանալ, եթե դրա հնարավորությունը կա։ Այսինքն չէ, կարելի է շեղվել, ինչ խոսք, բայց երբ որ դպրոցին արդեն մոտ ենք գալիս, գոնե դպրոցից 2 օր առաջ արդեն վերադառնանք, որ այդ առաջի օրը ստրեսային չլինի, ոչ ծնողի համար, ոչ երեխայի համար։ Սովորաբար ուսուցիչներն ասում են, որ սեպտեմբեր ամիսը ամենաստրեսայինն է լինում երեխաների համար, որովհետև 3 ամիս հանգստանալուց հետո շատ դժվար ենք կարողանում նորից գալ։ Այնքան մենք ծնողները շատ դժվար ենք նորից ադապտացվում այդ ռեժիմին, պարապմունքներ, դասեր եւ այլն։ Բայց ստրեսն էլ, եթե ծնողի կողմից դա ստրես է դիտվում, երեխայի կողմից էլ է դա ստրես դիտվում, եթե ծնողը դա որպես ստրես չի ընկալում, այնքան հետաքրքիր է այդ փոխադարձ հետադարձ կապը, եթե ծնողի համար հանգիստ է ծնողը, երեխան էլ է հանգիստ, երբեք ինքը ստրես չի ապրի, բայց առհասարակ այո, ճիշտ եք։ Վերջին շրջանում նաև շատ քննարկվեց, որ ժամերը փոխել էին, ավելի վաղ են հիմա դպրոցները գնում, դա նաև մի կողմից խցանումների հարցն է լուծում, բայց մյուս կողմից կարող է խնդիր լինել երեխաների համար, որ կիսաքնած են, ամեն դեպքում շատ վաղ է, 8:30-ը դա իմ մտածելով, չգիտեմ, 8:15, ավելի շուտ, փաստորեն, այս սա ինչպես է անդրադառնում երեխաների վրա։ Գիտեք, ես մի բան ասեմ, ես այնքան զարմացած, հա, գիշերը փորձ ես հասնում, բայց մի բան ասեմ, ես այնքան զարմացած եմ այդ ընդամենը 15 րոպե փոփոխության համար, հա ժողովուրդ ինչքան ծանր տարավ այդ փոփոխությունը, ասենք դա մի ժամի մասին չի խոսքը, դա ընդամենը 15 րոպե է։ Դու 8:15 հասար, թե 8:30 հասար, մեկը նույն մութն է, մեկը դու ընդամենը 15 րոպե ավել ես քնում կամ արթնանում։ Ստեղ էլ դիսցիպլինայի մասին է հարցը, այսինքն նես չի որ խցանումների վրա դա շատ դրական անդրադարձ է։ Բայց ասացություն մի փոքր տվեց իհարկե։ Ամեն դեպքում այն անպարտաճանաչ ծնողների երեխեքը, ովքեր առաջել էին ուշանում, հիմա էլ են ուշանում, դա չես կարող ասես դե 15 րոպե շուտ են գնում, որովհետև սենց չէ։ Այսինքն պարտաճանաչ մարդը ինքը անց 15-ով էլ չի ուշանա, ոչ պարտաճանաչը ժամը 9-ին էլ կուշանա։ Էդ էլ ընդունենք, դիսցիպլինան էլ հա 15 րոպե շուտ են քնում ու ով որ շուտ արթնանում, նա հաստատ շահում է, որովհետև ես ժամը 6-ին եմ արթնանում ամեն առավոտ աշխատանքային օրերին, որովհետև դա իմ ամենաարդյունավետ, ամենավորակյալ ժամանակն է։ Ես համ հասնում եմ մարզվել, համ հասցնում եմ այն առաջադրանք անել, որը օրվա ընթացքում ինձնից եռակի ավելի շատ ժամանակ է խլում։ Առավոտվա ուղեղը ամենաթարմն է։ Դրա համար շուտ քնում ենք, մենք ամբողջ ընտանիքով, ամուսինս էլ, երեխաներս էլ, շուտ քնում ենք, շուտ արթնանում ենք, առավոտվա ժամերը շահեկանորեն օգտագործում ենք կոգնիտիվ ծանրաբեռնվածության համար, նաև մարմնամարզության։ Իսկ գոյությունի ստրես, որը նախատոնական է կամ տոներից հետո է։ Կրկին մեր վերաբերմունքից ու ընկալումներից է կախված։ Այսինքն, եթե մենք մի բանին վերաբերվենք, որ սա շատ լավ բան է, մեր ամբողջ օրգանիզմը այդ էներգիան դրական կընդունի ու դրան կվերաբերվի որպես դրական բան, հեքիաթ, որը որ ոչ թե պետքա վայ իրանց տուն գնամ, վայ այս մարդկանց կանչեմ, այսինքն անհետաքրքիր գալչկաներ գնան, այլ ես պատրաստվում եմ անցկացնեմ նոր տարին այնպես, ինչպես ինձ է հաճելի ու իմ ընտանիքին է հաճելի։ Ես ուղղակի հանգստանամ, վայելեմ, մուլտֆիլմեր նայեմ երեխեքի հետ, որովհետև մուլտֆիլմերը հաճախ մեզ մեծերից ավելի հետաքրքիր են, քան երեխաներին, որովհետև մի կադրի մեջ այնքան շատ ինֆորմացիա կա, կարող է երեխաները չասեն, այդ ընկալեն այդքան ինֆորմացիայի ծավալը, իհարկե երկուստեք հետաքրքիր է, բայց մեծը ուրիշ բան է հանում, փոքրը ուրիշ ինֆորմացիա է հանում։ Հենց որ
ընտանիքի տեսակետից պետք է հաճելի ու հետաքրքիր անցկացնել, որ ինքը ոչ թե ստրես դիտվի, այլ որպես հաճելի տարվա հաճելի ժամանակաշրջան։ Շնորհակալություն զրույցի համար, հետաքրքիր խորհուրդների եւ նաեւ խաղի համար առավոտյան մեզ յուրահատուկ թարմություն տվեց այս խաղը։ Մտածելու շատ առիթ, թե եթե չունենայինք մեքենա, ինչպես կարող էին գալ հասնել այստեղ։ Ես էլի անկեղծ ասած 10-ից ավել խաղեր էի պատրաստել, ընդ որում ես հիմա դասից անմիջապես հետո վազեցի, շատ շուտ դասեր ենք կազմակերպում, ու դասի ընթացքում այդ խաղերը գրեցի, որ ձեզ հետ կիսեմ։ Բնականաբար մյուս բոլորի մասին չենք հասցնի խոսենք, բայց կարող եք մեր սոցցանցերում դիտել այդ խաղերը, հոլովակների տեսքով տարածում ենք կանա հոգեբանական կենտրոն էջում տեղադրում ենք տարբեր հոլովակների միջոցով համ օգտակար խորհուրդներ, համ խաղեր։ Կարող ենք մի խաղել խաղը։ Ամենահետաքրքիրներից մեկը։ Վայ, այնքան շատ են հետաքրքիրները։ Ու շատ ավելի պարզ, որ հեռուստադիտողը նույնպես կարող է խաղալ։ Շատ լավ։ Ուրեմն համ պարզ խաղը ու կարող է հեռուստադիտողները դեռ փոքրուց խաղացած լինեն, ու նաև ինքը կարող ես խանութ գնալ այդ խաղը խաղալ, կարող ես ճանապարհին երեխաների հետ խաղալ, կարող ես համատեղ կերակուր պատրաստելուց խաղալ, դա խաղ հակառակ բառը հակառակ արտասանելն է։ Ու սկսում ենք պարզ միավանք բառերից, հետո անցնում ենք ավելի բարդերին։ Օրինակ, շուն, Նուշ, կատու, Ուտակ, ընտիր, շանթ, Թնաշ, ապրեք։ Հիմա գաղտնիք էլ բացեմ, բանավոր մտքում վան կատելով շատ ավելի հեշտ ստացվում։ Առավոտ, նայում եմ ձեր շուրջ բոլորը ստայդում։ Տորավա, Արավոտ, Առավոտ, Ռավա, տովարա։ Տովարա, Ու պատկերացնում եք, ինքը շատ օգտակար խաղ է գլխուղեղի համար։ Ինքը էլի արտասովորա, օգտակար խաղ է ու երեխեքը կարելի անգամ գրել բառեր, հեշտ բառեր, որ այդ հեշտ բառերով փոխանակվեն, մինչև աստիճանաբար բարդացնենք խաղերը։ Հետո շատ օգտակար էլի զբաղմունք արձակուրդների ժամանակ։ Ներկիր ինքդ կամ մանդալաներ կարելի է տպել ինտերնետից, երկու ձեռքերով գունավորել։ Ինքը կրկին շատ օգտակար խաղ է աջ եւ ձախ կիսագնդերի զուգահեռ աշխատանքի զարգացման համար ու նաեւ հաճելի համատեղ ժամանց է ծնող երեխաների համար, որովհետեւ բոլորով միասին եք ներկում, ինչքան ավելի մանրակրկիտ ու գեղեցիկ ներկեք, այդքան լավ, համ ջերմ մթնոլորտ է ձևավորվում, համ զարգացնում եք աջ ու ձախ կիսագնդերի զուգահեռ աշխատանքը, շատ օգտակար գործ եք անում։ Շնորհակալություն, շնորհակալություն, վստահ եմ, որ հիմա մեզ շատերը տեսան եւ արդեն գիտեն, թե երեկոյան ինչպես են իրենց ընտանիքում ուրախություն ստեղծելու։ Մենք անցնենք առաջ եւ ինչ ենք հիմա դիտելու։ Խաղի թեմայից այնքան էլ հեռու չենք գնալու, որովհետև մանոյի խորհուրդներով փորձում ենք ճիշտ խաղալ այս խաղը, գնացինք։